Մենք որոշեցինք գալ այստեղ, քանի որ այստեղի հանդիսատեսը մեր պատկերացմամբ շատ լուրջ է եւ բարյացակամ։ Լարային Քարյակը գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում։ Մայրաքաղաքի տարբեր բեմերում ելույթ ունենալու բավական փորձառություն ունեն։ Ելույթ ունենալ սակայն այն վայրում, որտեղ ժամանակին ուսանել են Կոմիտասը, Եկմալյանը, Կարամուրզան, մեծ պատասխանատվություն ու պատիվ են համարում։ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությունը միշտ էլ կարևորել է սաների շփումը մշակույթի արվեստի գործիչների հետ։ Ճեմարանականների համար հիմա քննական թեժ շրջան է եւ դասական երաժշտության այս համերգը նաեւ հանգստանալու, լիցքեր ստանալու հրաշալի առիթ էր։ Շատ հաճելի տպավորություններով ենք հեռանում հանդիսությունից, քանի որ այսօր իրավի շատ գեղեցիկ օր էր մեզ համար, լսեցինք Լարային կվարտետի կատարումները եւ զգացինք այն հոգեվոր եւ բարի էներգիան, որը մեզ փոխանցվեց այս երեկո։ Խոսք չկա նույնիսկ ասելու, որովհետեւ պրոֆեսիոնալ երաժիշտներ, պրոֆեսիոնալ երաժշտություն եւ հիանալի հրաշալի կատարում կօգնում են ուսման ընթացքին, որովհետեւ դրանք լիցքաթափում են ուսանողներին եւ խիստ առօրյայից մի փոքր ընդհատում։ Դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորությունը բաց չէին թողել նաև Մայրաթոռի աշխատակիցները։ Քարյակը ներկայացրեց ռուս մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Բորոդինի երկրորդ քվարտետը։ Այս ծրագրով Քարյակը մասնակցելու է ֆիլհարմոնիայում անցկացվելիք մրցույթներից մեկին։ Երաժիշտներն ասում են, որ Մայրաթոռից ստացած օրհնություններն ու հոգևորականների գնահատականները գոտեպնդեցին իրենց մրցույթում լավ հանդես գալու համար։ Քարյակը ճեմարանականներին խոստացավ, որ հաջորդ անգամ հանդես կգա ավելի բազմազան ծրագրով։